ցանկ անում, լուսի բաժին դառնաս, ուրեմն ինչքան է մարդը սիրել իր աշխարհը, իր ժողովրդին։ Հետո ես քիչ առաջ հենց նոր բացահայտում արեցի ինձ համար վերնագրի հաշվով։ Վերնագիրը ասացի, չէ՞, քիչ առաջ քեզ հետ որ խոսում ենք։ Մի քիչ առաջին հայացքից տարօրինակ թվացող բան է։ Սասունը սեմալում, առաջին հայացքից դեռ մտածում ես, այսինքն ողջ Սասունը, այսինքն սասունցիականությունը կամ Սասունին բնորոշ ամեն բան սեմալում, չէ՞, այդպես կարելի է անցնել։ Մեկ, երկրորդը նոր հասկացա, որ հենց Սասուն Մարտիրոսյանը սեմալում։ Այո, ապրեց։ Սասուն Մարտիրոսյանը ինքը սեմալում։ Այո։ Եվ այնտեղ եւ այստեղ։ Իր համար սեմալը չի ավարտվում, սեմալը սկսվել է այնտեղ, ջարդեր, կոտորածներ, արհավիրք, հետո այստեղ հիմնվել է այս գյուղը, սեմալցիները հավաքվել են իրար վրա, ապրել են, ու բայց սեմալը չի ավարտվել, չի վերջացել։ Մենք պիտի հավատանք նրան, հավատանք այն մեծերին, հավատանք նրանց արցունքին, սիրուն, ամեն ինչ որ աշխարհի մեջ նրանք թափեցին, թողեցին, արյանը եւ այլն, այդ բոլորը նշանակում էր հայություն։ Հիմա ես ուզում եմ բաժակ բարձրացնել Սասուն Մարտիրոսյանի կենացը։ Շնորհակալ եմ։ Առաջին ու խնդրեմ, կանգնենք խմենք այդ խնկելի մարդու կենացը, այդ աստվածային մարդու կենացը, որ գիտես իր ժամանակը չլինելով գրող, լինելով պարզապես հայ մարդ, բայց հոգին ամեն բան է։ Հոգին։ Շատ մարդիկ կան, որ գրականություն են ստեղծում, հոգի չկա մեջը, բայց մարդը չլինելով գրող ստեղծել է գիրք, որի մեջ հոգի կա։ Իսկ դա դե շատ մեծ բան է։ Եվ սա այս գիրքը հուշարձան է, սա պարզապես գիրք չէ։ Սովորական բան չի, հասկանում ես, սովորական բան չի։ Ուրեմն խմենք այդ բարձր մարդու կենացը։ Քիչ առաջ այնտեղ եղան ծաղիկներ դրեցին, իր հոգու կենացը թողին։ Իր հոգու կենացը։ Աստված։ Իր ասածի պես թող լուսի բաժին տառ։ Ես ուզում եմ խմել այդ գրքի համար, եւ այս ընտանիքի համար, եւ այս հողու ջրի համար, որ տվել է այդպիսի մարդ, որը պատմության պատին էլի քարադրել եւ մեր պատմությունը բարձրացել է, մեր պատմությունը բարձրանում է։ Ընդհանրապես ասում են, որ գիրքը երեխայի ծնոնդի պես մի բան է, այս անգամ հակառակն է լինում, որովհետև հասուն գիրքը ուղղված է երիտասարդությանը։ Դա ապագայինն է, դա մեր սերունդինն է, որ իմանան ինչպիսին է եղել սեմալը եւ բրավո իրեն, որ կարողացել է հաղթահարել այդ Բեռնասայլի ծանրությունը, բրավո իրեն։ Շնորհակալ եմ։ Եթե դուք այդ գրքից անեք Սասունի հարցն էլ, Սելիմի հարցն էլ, ամեն ինչի հարցը, սա որպես համաշխարհային գիրք կարող է ծառայի, թե մարդիկ ոնց պիտի լինեն, մարդը ոնց է, մարդու տեսակը որն է, որ կորում է աշխարհում։ Այս գիրքը սովորացնում է, որ գնում են ամբողջով փնտրում են, որ գտնեն, չգիտեմ, իրանց ոչ թե էլ ասում են բարեկամ գյուղից մեկին, որ հատ հավաքեն այդ մարդկանց։ Այդ բանը կորել է աշխարհում այսօր։ Այս գիրքը սովորացնում է մարդուն, մարդ լինել։ Մի հատ Սասունի երգ եմ ուզում երգեմ, որ ընդհանրապես Սասունցիք չեն երգում։ Այս երգը Կոմիտասի աշակերտ Սպիրիդո Մելիքյանն է գրառել Սասունի մեջ։ Մեր տունու ձեր մոդիկ բաումբիլ, խանջարը քաշենք մսրան մոդիկ բաումբիլ, տեսնենք վիրյարնա խորոդիկ բաումբիլ, իմ յարքնցքու յար խորոդիկ բաումբիլ, թոյ բաումբիլ, խոշ բաումբիլ, հոյ բաումբիլ, մեր դրան առաջ քարսուն գարած բաումբիլ, ձեր դրան առաջ քարսուն գարած բաումբիլ, ամեն կարսին պագիգ միտաս բաումբիլ, խոշ բաումբիլ, թոյ բաումբիլ, հոյ բաումբիլ։ Բրավո։ Մեր պատմիչները երբ որ գիրք էին գրում, կոչում էին գրիչներ, հիշատակումներին գրված է ձեռքս մաշվի դառնա իհող, գիրս մնա հիշատակող։ Հայ ժողովուրդը ի սկզբանե պաշտել է գիրքը, պաշտել է դարավոր հիշողությունը, մնայուն մշակութային արժեք է, որը, չգիտեմ, դարեր շարունակ հավաստում է, փաստում է մեր պատմությունը եւ շնորհակալ ենք մեր պապիկին,
իրեմս խմբագրության, որ այս հրաշքը իրականություն դարձավ, որովհետև ստեղծվել է մշակութային անկրկնելի արժեք, որը դարեր շարունակ մնալու է անսասան, փաստելու է մեր տոհմի, ազգի, ցեղի պատմությունը եւ ճշմարտության դեմ ոչ ոք չի կարող մեղանչել, այսպես ասած։ Սա դրապատի թանգարանում է աշխատել։ Սրբագիրիչի տուն, Ասպիրանտուրան է լավան։ Այդ։ Ես էլ ինքը սուվինիեր ասել։ Իշտակ այսօրվա դեպքի։ Մեկտա ասես ձեր փոխանցել։ Ինքն է սարքել իր ձեռքով, ցելոքի աշխատանք։ Անուշիկ արչի, տեսնեմ։ Չի բացում, այդպես Հասկանալի է։ Լավ հիշողություն է։ Խմորա, խմորա։ Ապրես Անուշիկ։ Ես գալա ուտել, չէ՞ Անուշիկ։ Այսպես գիրքը կիսելու համար, որ ձեզ հետ անեք կրկնելի լավ հիշողություններ, ու Այս ինչ լավ մարդիկ եք, լավ է։ Գալավի կենաց։ Այստեղ են ասում Ինչ ուզում եք ասել։ Դե կոնյակ ուր է, կոնյակ ուր մնաց, հեսա հեսա։ ես շեղվեմ, իմ շատ սիրելի Սիրունյան, Ջանա։ սիրելով ձեզ, Պարեց սասուն ողջ աշխարհը հասկացավ, որ պար չեսը, այլ մի ազգի քաչ պատմություն, ուր պարտությունն ունի անգամ հպարտություն, ու չհաղթի ոչինչ այն հին ժողովրդին, որ այս կամքով ու այս ջանքով պարել գիտի, հասկացան ու ասին իլուր ողջ աշխարհին, հալալ է քեզ սասուն, Պարիժ, դու դեռ երազում ես կատարելու, վրեժում ես պատմությունից դեռ հանելու, Պարիժ, Գասպանդը քո ձեռքին է կարոտում, Սասնա հողը վարու հերքի է կարոտում, Պարիժ, մինչև ողջայերին դու անբարես, և այս պարը Մասիս լեռան լանջին պարես։ Այսօր փաթե պասե, զնգը զնգը ջան, աշխար արծաթե տասե, զնգը ջան, Սրտիկ մալուլ մի մնա, զնգը ջան, աշխար մարդու չի մնա, զնգը ջան, Կացեք տեսեք ինչն ա կերել թուպը, կացին տեսան էցն ա կերել թուպը, էց վերթպին թուպ վրից ունիք վարագա, տակնա կուգա, վարես կուգա, հալալ է, ջալալ է, էց ինչ բարի տարի երեկավ գովերմ է, հայը գովերմ է, ուհու, Կացեք տեսեք ով ա կերել գելը, կացին տեսան արջն ա կերել գելը, արջն ու գելը, գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեգեն թան, մեզ բարի զատիկ, կացեք տեսեք ով ա կերել արջը, կացին տեսան թուրն ա կերել արջը, թուրն ու արջը, արջն ու գելը, գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեգեն թան, մեզ բարի զատիկ, կացեք տեսեք ով ա կերել թուրը, Կացին տեսան ժանգնա կերել թուրը, ժանգն ու թուրը, թուրն ու արջը, արջն ու գելը, գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեգեն թան, ձեզ բարի զատիկ, կացեք տեսեք ով ա կերել ժանգը, կացին տեսան հողնա կերել ժանգը, հողն ու ժանգը, ժանգն ու թուրը, թուրն ու արջը, արջն ու գելը, գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեգեն թան, ձեզ բարի զատիկ, կացեք տեսեք ով ա կերել հողը, Կացին տեսան օծնա կերել հողը, օծն ու հողը, հողն ու ժանգը, ժանգն ու թուրը, թուրն ու արջը, արջն ու գելը, գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեգեն թան, մեզ բարի զատիկ, կացեք տեսեք ով ա կերել օծը, կացին տեսան փետնա կերել օծը, փետն ու օծը, օծն ու հողը, հողն ու ժանգը, ժանգն ու թուրը, թուրն ու արջը, արջն ու գելը, գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեգեն թան, մեզ բարի զատիկ, Կացեք տեսեք ով ա կերել օծը, փետը, կացին տեսան կրակնա կերել փետը, կրակն ու փետը, փետն ու օծը, օծն ու հողը, հողն ու ժանգը, ժանգն ու թուրը, թուրն ու արջը, արջն ու գելը, գելն ու էծն ու թուպը, ձեզ բարեգեն թան, մեզ բարի զատիկ, Կացեք տեսեք ով ա կերել կրակը, կացին տեսան ջուրն ա կերել կրակը, ջուրն ու կրակը, կրակն ու փետը, փետն ու օծը, օծն ու հողը, հողն ու ժանգը, ժանգն ու թուրը, թուրն ու արջը, արջն ու գելը, գելն ու էծն ու թուպը, Ձեզ բարեկեն թան, մեզ բարի զատիկ, վերջում հարսը բոլորին ուտում է։ Դիպապ սովասար, հելի ապոքնոյին բերզի դապար, շողկացերից կրեկար, ուրվան
kazig kanon chica zidabar Eli kano eli abo varanik sasno bar Gerta sangar skorodot nergarne karekar Eli kano eli abo varanik sasno bar Gerta sangar skorodot nergarne karekar Երբեմն թվում է, որ անտեսանելի մի ձեռք ժամացույցի սլակները պտտում է շատ արագ, բայց ժամանակն էլ ունի իր օրենքները, որտեղ սկիզբ, այնտեղ ավարտ։ Օրը հագեցած էր բարության լույսով։ Երանելի է նա, ով գնահատել գիտի յուրաքանչյուր պահը և ուզում է գեղեցկացնել այն։ Թող բոլոր ժամացույցները պտտվեն միայն սիրո ու հավատի առանցքի շուրջ և աշխարհը խաղաղության ժապավեններով զարդարվի, երանի յուրաքանչյուր օր ունենա արարման խորհուրդ և հետագիծը լինի լուսաշաղախ ու հիշարժան։